Լորվա հնամենի Սանահինի վանքի կամարների տակ այսօր յուրահատուկ լռություն ու հոգևոր իրարանցում է։ Խոստում համահայկական նախաձեռնության ուխտագնացությունը հասել է իր հոբելյանական 200-րդ հանգրվանին։ Այստեղ են բերվել խոստում նախաձեռնության հատուկ խաչերը, որոնք ամփոփում են հայոց սրբավայրերի ու պատմական հողերի մասունքները։ Այն անձինք, ովքեր կկրեն այս խաչերը, իրենք էլ վստահ եմ, պետք է խոսք տան իրենց, որ հավատարիմ են լինելու այն արժեքներին, որ իրենք կրելու են իրենց մեջ։ Ի սկզբանե միտքը երբ որ առաջացավ, դա ստեղծել խաչեր, որը որ մեր հետ միասին, մեր խմբի հետ միասին կշրջի Հայաստանի բոլոր վանքեր ու եկեղեցիներում կատարելով բացառիկ ուխտագնացություն։ Առաջի քարը, որ բերվեց, իջեցվեց քար Արարատի գագաթից, հետո Լեռան գագաթից, հետո մեր պատմական հայրենիքից, բոլոր շրջաններից, Վանից, Էրզրումից։ Դրանից հետո գնացինք Ջավախք, մեր Ջավախքի պատմական վանքերից եկեղեցիներից քար բերեցինք ու դրան զուգահեռ բերվեցին քարեր աշխարհի հնարավոր բոլոր հայկական համայնքներից, բոլոր մայրցամաքներից, որոնք որ հետագայում մեր շնորհալի հայտնի հայրի ձեռքով քարերը վերածվեցին մանր բեկորների եւ շնորհալի հայտնի հայրի ձեռքով եւ մեր երեխաների ձեռքով տեղադրվեցին մեր խաչերի մեջ, այսինքն բոլոր խաչերի մեջ, խոստում խաչերի մեջ տեղադրված են աշխարհի բոլոր տեղերից բերված քարից մի փոքր մասնիկներ։ 2026 թվականի հուլիսի 5-ին մեկնարկած այս աննախադեպ ճանապարհորդությունը մեկ տարվա ընթացքում ընդգրկելու է Հայաստանի հազարավոր վանքեր, եկեղեցիներ ու մատուռներ, իր հետ տանելով միասնության ու հավատքի պատգամը։ Խաչերի պատրաստման համար օգտագործվել է անտիկ ժամանակներից հայտնի այն նույն համաձուլվածքը, որով դարեր ի վեր ձուլվել են եկեղեցիների զանգերը։ Սա պարզապես զարդ չէ, այլ յուրաքանչյուր հայի հոգևոր ուխտն ու խոստումը։ Նախաձեռնությունը, որ կատարվել է, խաչերը, որ Հայաստանի, աշխարհի տարբեր տեղերից այն քարերը, որի մեջ որ հազարավոր աղոթքներ են հնչել, որ պատմություն ունի, պատերազմներ են տեսել եւ հրաշքներ են տեսել, այդ բոլոր քարերի մասունքները կրելով մի խաչի մեջ, մարդիկ կրելու են իրենց մեջ եւ իրենք այդ զգացումով են ապրելու, որ հավատարիմ պետք է լինեն այն ամեն ինչը, որովհետեւ մենք մեր պատմությունը իմանալով մենք այսպեսի մի խոսք ունենք, չէ՞, ասում ենք պետք է հիշենք պատմությունը դասեր քաղելով ճիշտ ճանապարհով գնանք, որ նույն սխալները չկրկնենք, ինչ որ մեր պատմության մեջ մեր նախնիները կրկնել են։ Սա էլ այդ ամեն ինչը մեր խաչի մեջ ունենալով ամփոփված, մենք պետք է կրենք մարդիկ, ովքեր որ պետք է գնեն, պետք է կրեն իրենց վրա ու այդ նույն գաղափարը հոգևոր արժեհամակարգ իրենց մեջ ունենալով գնան դեպի այդ ճանապարհով։ Խոստում խաչը հեղինակային բացառիկ աշխատանք է։ Ավելի քան 200 նախատիպի փորձարկումից հետո ստեղծվել է մի խորհրդանիշ, որի կենտրոնում հայ առաքելական եկեղեցու խաչն է, իսկ հիմքում ազգային ավանդական զարդանախշերը։ Խաչերը կարող են ձեռք բերել, բայց չեն կարող ստանալ։ Սա նաև գաղափարական շատ կարևոր կետ է, որ մարդիկ երբ որ ձեռք են բերում խաչը, իհարկե այդ բանը ստանում են իրենց on-line տարբերակով իրենց իսկության հավաստագիրը, բայց եթե ուզում են տեսնել իրենց խաչը, միակ տարբերակը մեր կայքով հետևեն, թե այդ պահին որտեղ են խաչերը ու գնան իրենց խաչերի հետևից։ Իդեպ այսօր ունենք մեր խաչի կրողներից, որը որ այստեղ էր։ Ես որի համար շատ ուրախ եմ, քանի որ դա շատ կարևոր ի սկզբանե միտք է եղել մեր մոտ, որ նաև նախագծով մարդկանց ուղղում ենք դեպի եկեղեցի։ Իսկ Սանահինում ուխտավորների պակաս չկար։ Հատուկ այս արարողության համար մարդիկ հասել էին լոռի։ Շատերի համար սա հուզիչ ու անմոռանալի հանդիպում էր սեփական ինքնության հետ։ Անկեղծ ասած, իմ տղաս է ինձ հուշել, ասել է մամ տեսել ես ինչ հիանալի գաղափար ունեն, մեր հայերը ինչ նպատակներ ունեն, ասի չէ տղա ջան, ես մամն ինձ կուզենայի, ես այդ խաչից ունենայի, ես զարմացած եմ, ասի տղա ջան, ինչ խաչ է, հետո որ կարդացի պատմությունը, ու տեսա ինչ, չգիտեմ էլ ինչ գաղափար է, ես հիացած եմ, որովհետև սա լրիվ ուրիշ խորհրդանիշ է, այլ ամբողջ աշխարհից մեր մասունքները բերեն հավաքեն խաչի մեջ, հետո որ հավանեցի շատ ասի ավելի լավ է, հետևենք, տեսնենք ուր են գնում իրենք, երեք ես եկա Երևանից, բայց չհասցրեցի, ստիպված մնացինք այսօր այստեղ, որ անպայման 12-ին մասնակցեմ, ուզում են նախ իմ աչքով տեսնեի ու մի հատ այդ աուրան զգայի, թեպետ արդեն գաղափարը հիանալի է։
Խոստումը փաստորեն նաև անսպասելի բացահայտում է դառնում Հայաստան այցելած զբոսաշրջիկների համար, վերականգնելով այն կապը, որ երբեմն հեռավորությունն ու ժամանակն են թուլացնում։ Ես կարող եմ ասել շատ ցնցվեցի, իրոք, հիմա լացած է գալիս, որ հիմնական գաղափարը միասնությունն է եւ մեր ամբողջ եկեղեցիները միասին բերելու, օրհնելու եւ մենք եթե ձեռք բերենք, մենք սովորական մարդիկ եթե ձեռք բերենք այս խաչերը, մենք նույնպես կլինենք ոչ թե նախապաշարունքով, բայց իրոք կլինենք օրհնված եւ միասնական ամբողջ աշխարհով, որը որ ամբողջ մեր հայության ցանկությունն է, իմ ցանկությունն է։ Ավելի քան 200 վանք ու եկեղեցի այցելած թիմը զուգահեռաբար իրականացնում է նաև մոռացված ու խոնարհված սրբավայրերի քարտեզագրում։ Խոստում նախաձեռնությանը միացել եմ, կարելի ասել հենց սկզբից։ Մնացած բոլոր համահիմնադիրները իմ ընկերներն են, ում հետ որ ճանապարհ եմ անցել երկար տարիների։ Գաղափարական առումով, նպատակային առումով միավորման, ինչու՞ չէ նաև միսիայի համարում եմ ինձ գաղափարակից։ Ունենք շատ վանքեր, խոնարհված եկեղեցիներ, որոնց մասին շատերը վստահ եմ չգիտեն, որոնց տեղակայման վայրը, որոնց նույնիսկ տեղը վայրը ոչ մեկ չգիտի։ Փորձում ենք զուգահեռ տվյալ վանքերից, եկեղեցիներից վերցնել կոորդինատներ, GPS կոորդինատներ, կատարում ենք ֆոտոնկարահանումներ, տեսանկարահանումներ, զուգահեռաբար գործող քարտեզների վրա Google, Yandex կփորձենք տեղադրել, որպեսզի մեր անցած ճանապարհը տեսած հրաշքները հասանելի լինեն նաև այն մարդկանց, ովքեր հետաքրքրված են տեսնել մեր եկեղեցիները։ Նախագծի շրջանակում իրականացվելու է նաև բարեգործական լայնածավալ ծրագրեր, հավաքագրված միջոցներից կատարվելու են նվիրատվություններ։ Իսկ հատուկ պատրաստված արտաթագույն խաչերի մի մասը նվիրվելու են հայ ազգի նվիրյալներին։ Ընդ որում սա միայն սկիզբն է։ Նախաձեռնությունը ունենալու է նաև երկրորդ փուլ, որն էլ հավանաբար ավելի է ընդլայնելու ծրագրի աշխարհագրությունն ու ընդգրկվածությունը։ Քանի որ նախագծի մեջ կար շատ կարևոր կետ, որ ինքը ոչ մի թանկարժեք մետաղ մեծ քանակությունով չպետք է լինի մեջը, քանի որ այն մարդիկ, ովքեր դառնում են խոստումի կրողները, սա գաղափարի մասին է, ոչ թե զարդի արտաթագույն խաչերը, իրենք մեր խոստում բարեգործական հիմնադրամի բանասի ներքո են, որոնք որ նախագծի վերջում նվիրաբերվելու է մեր հոգևորականներին, մեր ազգային հերոսներին, նրանց հետմահու նրանց ընտանիքներին, մեր շնորհալի հայտնի հայերին եւ որոշ քանակ նաեւ արծաթագույնից է հնարավոր ձեռք բերել, որի ամբողջ հասույթը ուղղելու է բարեգործական հիմնադրամի շատ կարեւոր կրթական, հոգևոր, մշակութային ծրագրերի իրականացմանը։ Իսկ ոսկեգույն խաչերից գոյացած շահույթը ուղղվելու է նախագծի գլխավոր երկրորդ փուլի իրականացմանը։ Խոստումը սեփականություն չէ, այն առաքելություն է։ Յուրաքանչյուր խաչ կրում է հայկական եկեղեցու կամ սրբավայրի անուն, դառնալով անձնական խոստում ընտանիքի, հավատքի եւ հայրենիքի առջեւ։ Ուխտագնացության ավարտից հետո մինչև 2027 թվականի հուլիս ամիսը խաչերը կհասնեն իրենց տերերին, մարդկանց, որոնք դառնալու են այս արժեքի կրողն ու պահապանը։ Իսկ մինչ այդ խաչերը դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու Հայաստանի հազարավոր սրբավայրերով։ Մանանա Վարոսյան, Դավիթ Թամազյան, լուրեր անկյուն գումարած 3 հեռուստաընկերություն։